Մարդիկ իրենց կյանքում շատ հաճախ են առերեսվում երեսպաշտության հետ։ Երբեմն դա պարզ մակարդակում է անձնական կյանքում, մարդկանց կողմից, ովքեր որ ցավոք սրտի երբեմն ժպտում են դեմքին, բայց չարախոսում ետևից, կամ ձեռներիցների, ձեռնարկատերերի կողմից, որոնց որ ամենակարևորն է զուտ վաճառել իրենց ապրանքը ի հեճուկս կեղծիքի, կամ քաղաքական գործիչների կողմից, ում համար շատ հաճախ ցավոք սրտի կեղծիքը ապրելակերպ է, այնուամենայնիվ երբեմն երեսպաշտությունը դուրս է գալիս անգամ այդպես կոչված չափավոր սահմաններից եւ այդ ժամանակ դառնում է տգեղ ստի դրսևորում։ Ստի, որը արտահայտվում է տարբեր մակարդակներում։ Օրինակ Ումբերտո Էկոյի ձեռ առած այլ տերմինների տակ ամբողջը փոխակերպելու կամ Էվոլայի հնչեցրած ամբողջի նենգափոխության եւ այլնի տեսքով։ Ցավոք սրտի մարդիկ շատ հաճախ մտածում են, որ սուտը եւ կեղծիքը փոքր չարիքներ են, սակայն ոչ, որովհետեւ անձնական փոխհարաբերությունների մակարդակում կեղծիքը շատ հաճախ ամբողջությամբ շեղում է փոխհարաբերությունների վեկտորը, իսկ պետությունների ու հասարակությունների մակարդակում կեղծիքը եւ սուտը կարող են իսպառ առանձնացնել հասարակությունները եւ անգամ անջատել մարդկանց, որովհետեւ մարդկանց շատ դժվար է տարանջատել ճշմարտության ցորենները, կեղծիքի եւ ստի թեպից։ Եվ ըստ այդմ մենք իհարկե անընդմեջ խորհուրդ ենք տալիս, որ մարդիկ խորհեն ամեն ինչի շուրջ, վերլուծեն սեփական մտքով, բացեն նաև սիրտը, որպեսզի նաև զգան ճշմարտությունը, այնուամենայնիվ մեր ժամանակներում արհեստական ինտելեկտի, սոցիալական ցանցերի եւ այլնի հիրավի շատ դժվար է տարանջատել ճշմարտությունը ստից։ Եվ օգնությանը ինչպես միշտ գալիս են արտահայտություններ հին ժամանակներից, մարդկանցից, ովքեր որ իրենք էլ հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում հասարակություններում եւ փորձում էին իրենց լուծումները գտնել եւ փոխանցել նաեւ մեզ, որպեսզի իրենց ձևով, թեկուզ փոքր, բայց ներդրում ունենան, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Հաճախ հարցնում էին մարդկանց, եթե շան պոչն անվանենք թաթ, ապա քանի թաթ կունենա շունը։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը պատասխանում էր 5, սակայն դա իհարկե սխալ պատասխան է։ Իրականում, ինչպես էլ անվանենք պոչը, այն մնում է պոչ, իսկ 4 թաթը մնում է 4 թաթ։ Աբրահամ Լինկոլն Աբրահամ Լինկոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ, նախագահել է ԱՄՆ-ում քաղաքացիական հյուսիսի եւ հարավի պատերազմի ժամանակ։ ԱՄՆ պատմական ամենակարևոր կերպարներից մեկն է, հատկապես հայտնի եւ ծանրագույն ժամանակաշրջանում նահանգների միությունը պահելու եւ ԱՄՆ-ում ստրկությունն ավարտելու եւ ժողովրդավարության արժեքների հիմքը դնելու համար։ Այս հիանալի արտահայտությունը մենք կարող ենք լավագույնս մեկնաբանել այս պահին ընթացող Թրամփի թրիփի, չարաբաստիկ թրիփի տեսանկյունից։ Ինչու՞։ Նիկոլը այս սարսափելի թրիփը անվանում է խաղաղություն եւ անգամ մրցանակ է ստանում, սակայն իրականում այն մնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենքի ոտնահարում եւ հերթական դավաճանություն։ Եվ ըստ այդմ անվանենք իրեն ինչ որ մի բան, պոչը մնում է պոչ, դավաճանը մնում է դավաճան։ Թշնամիները ասում են, որ սա խաղաղության եզրույթ է, այնուամենայնիվ մեր գերիները այլևս ցմահ դատապարտված են նստելու Ադրբեջանի բանտերում եւ ենթարկվելու դաժան վերաբերմունքի Ադրբեջանի կողմից եւ 150,000 հայ բռնի տեղահանված էր սեփական հողից ու ագրեսիան թշնամու դրանով չի սահմանափակվում։ Թրամփը անվանում է այս պայմանագիրը նորից խաղաղություն եւ ձեռնտու Հայաստանի համար, սակայն իրականության մեջ այն ամբողջությամբ հակասում է հայերի շահերին
եւ որոշակի ձևով բխում է միայն Թրամփի եւ հենց թշնամիների մեր շահերից, որովհետեւ այս պայմանագրով մենք զրկվում ենք փաստացի կապից Պարսկաստանի հետ, որ մեր մշտական գործընկերն էր, եւ նորից կորցնում ենք տարածքներ։ Ըստ այդմ, անկախ դրանից, թե ինչը ինչպես ենք անվանում, այս ամբողջը մնում է թշնամանք եւ հանդիսանում է թշնամանքան կախանուններից, իսկ Նիկոլի դավաճանությունը մնում է դավաճանություն, անկախ դրանից, թե ինչպես են իրենք համարձակվում անվանել իրենց։ Իսկ մեզ, մեր հերթին, մնում է նորից եւ նորից կոչանել բոլորին չհանձնվելու, պայքարելու ամբողջ սրտով, տեր կանգնելու մեր հայրենիքին, որպեսզի լույսը երբեք չմարի։